Մայրաքաղաքից ու 9 մարզերից այս տարի Հազարան բլբուլ մրցույթ փառատոնին միանգամից 24 երաժշտական բեմադրություններ են ներկայացվել, երկրորդ փուլ են անցել միայն 10-ը։ Հիմա խոսքի, պարի ու երաժշտության սինթեզ մյուզիքլներով փորձում են գերել հանդիսատեսին ու ժյուրիի անդամներին։ Փառատոնի կազմակերպիչներին հատկապես ուրախացնում է մարզերի երաժշտական դպրոցների ակտիվությունը։ Այս տարի անսպասելիորեն բավականին բարձրացել էր մակարդակը ներկայացումների։ Այնտեղ շատ շնորհալի երեխաներ ի հայտ եկան։ Շնորհալի էին նաև անցած տարվա հաղթողները, լավագույնը Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի սաներն էին, գայլի եւ յոթ ուլիկների մասին երաժշտական բեմադրությամբ։ Այս տարի նրանք արդեն հյուր են։ Հանդիսատեսի հետ խոսում ենք, դերասանություն ենք անում, խաղում ենք, շփվում ենք հանդիսատեսի հետ, զգում ենք այդ ջերմությունը։ Մեզ համար դժվար չի մյուզիկլ անել, որովհետև մենք շատ ենք աշխատում եւ մեզ հավես է։ Տաղանդավոր երեխաներին բացահայտելու այս նախաձեռնությունը հովանավորում է Vivace MTS-ը։ Փառատոնի կազմակերպիչները շնորհակալ են, որ ընկերությունը գնահատել է ծրագրի կարևորությունը։ Մրցույթ փառատոնի երկրորդ փուլը կշարունակվի նաև մայիսի 15-ին եւ 16-ին։ Արդյունքում կընտրվեն 6 լավագույն ներկայացումները, որոնք էլ հունիսի 1-ին եւ 5-ին հանդես կգան եզրափակիչ գալա համերգով։ Հոլիվուդ նոն-սթոփ համերգային նախագծի շրջանակներում Գլադիատոր, Կարիբյան ծովի ծովահենները, Կնքահայրը, Ռոմեո եւ Ջուլիետ եւ այլ կինոնկարների մեղեդիները հայ հանդիսատեսին կներկայացվի կրկին Vivace MTS-ի աջակցության շնորհիվ։ Մարդիկ հնարավորություն կունենան վայելելու հանրահայտ ֆիլմերի սիրելի երաժշտությունը։ Մենք մեր մշակույթի վրա աշխատում ենք, բայց մենք շատ լավ գիտենք, որ մեր մշակույթն ագարստանա գուզարկանա եւ որ մենք ուրիշներից սովորենք եւ փոխադարձ ուրիշներն ալ մեզանից սովորեն։ Կարևորում եմ այս տիպի պրոյեկտները, որոնք ոգևորում են ոչ միայն երիտասարդներին, այլ նաեւ այն մարդկանց, որոնց համար լսելը այս եւ տենալը այս ֆիլմերը դա նոստալգիկ մի բնույթ է։ Ծրագրում ընդգրկված բոլոր ստեղծագործությունները հատուկ գնվել են Հոլիվուդից, դրանք արդեն ներկայացվել են Գյումրիում, Վանաձորում, Եղեգնաձորում եւ Արտաշատում։ Մտադիր են ստեղծել նաեւ ծրագրի հայկական տարբերակը, միայն թե հին հայկական ֆիլմերի մեղեդիների նոտաները հիմնականում չեն պահպանվել, ասում է մաեստրո Սերգեյ Սմբատյանը եւ վստահեցնում նոտաները վերականգնելը միայն ժամանակի հարց է, ծրագիրը անպայման կյանքի կկոչվի։ Աննա Գրիգորյան, Գևորգ Մանուկյան, Նարեկ Եղիազարյան, ժամը լրատվական։